հարգելի հեռուստադիտողներ, հանրային հեռուստալիքի եթերում Հայասպետ հեռուստամրցույթի հերթական թողարկումն է եւ հերթական անգամ մենք կստուգենք մեր նոր սերնդի ավելիին ձգտելու կամքի եւ աշխատանքի արդյունքները։ Իսկ այդ հարցում միշտ մեր կողքին են մեր մշտական եւ հավատարիմ հովանավորները։ Հաղորդաշարին աջակցում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը, պաշտոնական գործընկերն է Կրթության եւ Գիտության նախարարությունը։ Մեր կյանքի բոլոր փորձություններն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ մեզ առաջ է մղում համարձակությունը։ Այսօր մեր սրահ են ժամանել համարձակ պատանիները Հայաստանի տարբեր մարզերից եւ ես հիմա սիրով կներկայացնեմ նրանց։ Շիրակի մարզից Արթիկ քաղաքի համար 1 հիմնական դպրոցի սաները, Գեղարքունիքի մարզից Ճամբարակ քաղաքի Մուսայել Քոչարյանի անվան համար 2 հիմնական դպրոցի սաները եւ Արմավիրից Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան համար 1 հիմնական դպրոցի սաները։ Ես ողջունում եմ ձեզ եւ ներկայացնում մեր առաջին փուլի թեմաները։ Առաջին փուլում մեզ սպասում են հետաքրքիր բացահայտումներ մեր բառաշխարհից, ինչ են թաքցնում իրենց անցյալում մեզ հայտնի շատ ու շատ բառեր։ Խնդրեմ, Կարմիր թիմ, սկսում ենք։ Մենք ողջունում ենք բոլոր մասնակիցներին, մաղթում հետաքրքիր խաղ եւ առողջ մրցակցություն։ Մենք ընտրում ենք Եջ տառը։ Եջ տառը, խնդրեմ։ Բառաշխարհի գաղտնիքներ։ Հնագույն որ քաղաքի անունով է կոչվում երկաթահանքի այն տեսակը, որը ձգողական հատկություն ունի։ Այդ քաղաքում հայ ժողովրդի համար կարևոր ինչ ճակատամարտ է տեղի ունեցել։ Պատրաստ ենք։ Հարցին կպատասխանի Աշոտ Ֆրանգյանը։ Աշոտ, լսում ենք ձեզ։ Մագնիս բառը ծագել է փոքր ասիական Մագնեսիա քաղաքի անունից, որտեղ եղել է մի երկաթահանք, որի բեկորները ցկողության հատկություն են ունեցել։ Այնտեղ մեր թվարկությունից առաջ 190 թվականին տեղի է ունեցել Մագնեսիայի ճակատամարտը, որի ժամանակ հռոմեի զորքերը հաղթանակ են տարել Սելևկյան Անթոքոս թագավորի զորքի նկատմամբ եւ անկախացրել են մեծ եւ փոքր հայկերի թագավորությունները։ Լավ, այսքանը։ Լսենք մեր պատասխանը։ Խոսքը Մագնիսի մասին է, որի անունն առաջացել է պատմական Լիդիայի Մագնեսիա քաղաքի անունից։ Այդտեղ եղել է այդպիսի երկաթահանք, որի բեկորները ձգողական հատկություն են ունեցել։ Քրիստոսից առաջ 190 թվականին Մագնեսիայում հռոմեական զորքերը հաղթեցին Սելևկյան Անտիոքոս թագավորին, որից հետո վերականգնվեց մեծ եւ փոքր հայքերի անկախությունը։ Ողջունում ենք Կարմիր թիմին։ Եվ Ողջունում եմ մեր թիմերին եւ ուրախությամբ նշում, որ Կարմիր թիմը հարցին տվեց ճիշտ եւ լիարժեք պատասխան եւ վաստակում է 10 միավոր։ 10 միավորով ենք սկսում, ուրախալի է եւ այդպես էլ շարունակում ենք Կապույտ թիմ։ Մաղթում ենք հաճելի խաղ եւ ընտրում դատարը։ Դատարը, խնդրեմ։ Դարձյալ բառաշխարհի գաղտնիքներ եւ Ովքեր էին լակեդեմոնացիները, նրանց բնակավայրի անունն ինչ իմաստ է ձեռք բերել եւ ինչու։ խնդրեմ պատասխան։ Հարցին կպատասխանի Լազարյան Մարիամը։ Մարիամ։ Սպարտացիներին այլ կերպ անվանում էին լակեդեմոնացիներ։ Մեր թվարկությունից առաջ 19-րդ դարերում Լականիա քաղաքում առաջացավ Սպարտա բնակավայրը, որի բնակիչները աչքի էին ընկնում իրենց լակոնիկ, այսինքն սեղմ խոսելավոճով։ Լակոնիկությունը առաջացել է Լակոնիա երկրից։ Օրինակ, կարող եք վերել։ Օրինակ, մի անգամ լակեդեմոնացիները իրենց հարևան թշնամի երկրից ստանում են մի նամակ, որտեղ գրված է. եթե մենք գրավենք ձեր երկիրը, ձեր հողերն ու գյուղերը, քաղաքները կդարձնենք մերը եւ ձեր կանանց եւ երեխաներին ստրկության կքշենք։ Իսկ լակեդեմոնացիները պատասխանել են եթե։ Լավ, լսենք մեր պատասխանը։ Լակեդեմոնացիները նույն սպարտացիներն էին։ Նրանց բնակավայրը կոչվում էր նաև Լակոնիա։ Պատմությանը հայտնի է սպարտացիների ոչ միայն խիզախ, ռազմաշունչ լինելը, այլ նաև սեղմ խոսելավոճը։
Ըստ ավանդության, մի անգամ նրանք թշնամի երկրից գրություն են ստանում։ Եթե մենք մտնենք ձեր երկիրը, կգրավենք ձեր քաղաքներն ու գյուղերը, ձեր կանանց ու երեխաներին գերության կքշենք եւ այլն։ Սպարտացիները պատասխանում են մեկ բառով՝ եթե։ Նրանց բնակավայրի անունով Լակոնիա։ Լակոնիկ է կոչվում կարճ համառոտ խոսքը։ Ողջունում ենք կապույտ թիմին։ Չնայած պատասխանը տրվեց լիարժեք, բայց քանի որ ոչ համակարգված եւ այսպես ընդհանուր տպավորությունը ոչ ամբողջական էր, ես 1 միավոր հանում եմ եւ գնահատում 9 միավոր։ 9 միավոր է վաստակում կապույտ թիմը, անցնում ենք նարնջագույնի, խնդրեմ։ Մենք ընտրում ենք գիմտարը։ Գիմտարը, խնդրեմ։ Բարաշխարի գաղտնիքները դարձյալ։ Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքի անունն ստուգաբանորեն ինչ է նշանակում։ Դա ինչպես է բացատրվում։ Պատրաստ ենք, խնդրեմ։ Հարցին կպատասխանեմ ես, Սոնա Մարտիրոսյանս։ Օքսֆորդ բառը կազմված է երկու բաղադրիչներից։ Այն հունական փոխառություն է։ Դրա բաղադրիչներն են օքս եւ ֆորդ, որոնք եթե թարգմանենք, ապա օքս նշանակում է ես, իսկ ֆորդ անցահուն։ Այսպիսով այդ երկու բաղադրիչների միացումից կստանանք եզան անցահուն։ Բանն այն է, որ Օքսֆորդ համալսարանը գտնվում է Մեծ Բրիտանիայում։ Իր ժամանակներում Մեծ Բրիտանիայի Թեմզագետի ափին կառուցվեց մի բնակավայր։ Դա կառուցված էր Թեմզագետի այն հատվածում, որտեղ գետը բավականին ծանծաղ էր, իսկ ափից ափ անցնելը հեշտ, այդ իսկ պատճառով էլ ափից ափ կարողանում էին հեշտությամբ անցնել լցված եզերը։ Հենց այստեղից էլ առաջացավ Օքսֆորդ բառը, որը նշանակում է եզան անցահուն։ Այսպիսով 12-րդ դարի երկրորդ կեսին հենց այս հատվածում կառուցվեց համալսարան, որը կրկին անվանվեց Օքսֆորդ, եւ այստեղ են հենց ավարտել Անգլիայի կառավարության պաշտոններում լավագույն տեղերը զբաղեցրած անձինք, ինչպես նաեւ լավագույն մանկավարժական անձնակազմը։ Լսենք մեր պատասխանը։ Օքսֆորդ նշանակում է եզան անցահուն, օքս եզ, ֆորդ անցահուն։ Անվանումը բացատրվում է նրանով, որ Օքսֆորդը որպես բնակավայր կառուցվել է Թեմզագետի առափնյա ծանծաղ հատվածում, որտեղով հեշտությամբ անցել են սայլերին լցված եզները։ 12-րդ դարում Օքսֆորդում հիմնադրվեց առաջին խոշոր համալսարանը, եւ եզան անցահունը հետսետե գիտական ու մշակութային հզոր կենտրոնի վերածվեց։ Պատասխանը ամբողջական տրվեց եւ ըստ էության նարնջագույն թիմը պետք է վաստակի 10 միավոր։ 10 միավոր է վաստակում նարնջագույն թիմը եւ նորից դառնում ենք կարմիր թիմին, խնդրեմ։ Մենք ընտրում ենք 9-ի տառը։ 9-ի տառը, խնդրեմ։ Բարաշխարի գաղտնիքները։ Դիպլոմ բառն ինչ ծագում ունի։ Այն ինչ դեր ունի իբրև դիվանագիտական եզրույթ։ Խնդրեմ։ Հարցին կպատասխանի Հայկ Գալստյանը։ Հայկ։ Դիպլոմ բառը ծագել է հին հունարենից եւ այն օգտագործվել է թերևս այն ժամանակներից եւ չեն եղել դպրոցները։ Դիպլոմը նախնական իմաստով նշանակել է եկցյալ փաստաթուղթ։ Սակայն անցնելով լեզուների վերիմաստավորվել է նշանակելով բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթության վկայական։ Որպես դիվանագիտական եզրույթ մեզ հայտնի են դիպլոմատ, դիպլոմատիկա բառերը։ Դիպլոմատ նշանակում է որևէ երկրում տվյալ երկրի լիազորված անձ։ Լսենք մեր պատասխանը։ Հին հունարենում դիպլոմ բառը կար բարձրագույն դպրոցների գոյություն ունենալուց շատ դարեր առաջ։ Հունարենում այդ բառի նշանակություններից մեկն էր երկծալ նամակ, փաստաթուղթ։ Անցնելով մի շարք լեզուների, բառը վերաիմաստավորվել է, ստանալով բարձրագույն կրթության վկայական իմաստը։ Դիպլոմ բառը հանդես է գալիս նաև դիվանագիտական եզրույթների կառուցվածքում, օրինակ դիպլոմատ, դիպլոմատիա, դիպլոմատիկա եւ այլն։ Այս բառերը տարածվել են ֆրանսերենի միջոցով։ Ողջունում ենք կարմիր թիմին։ Խնդրեմ, պարոն Գալստյան։ Լավ կառուցված խոսքը այստեղ բացակայում էր եւ ես նույն սկզբունքով 1 միավոր հանում եմ ձեր պատասխանից, գնահատում 9 միավոր։ 9 միավոր է վաստակում կարմիր թիմը, անցնում ենք նորից կապույտ թիմին։
Մենք ընտրում ենք այբ տառը։ Այբ տառը խնդրեմ։ Բարաշխարի գաղտնիքներ եւ հարցը։ Տրոյական ձին ինչ դեր է խաղացել հոմերոսյան հերոս Լաոկոոնի կյանքում։ Նրա ճակատագրին անդրադարձող արվեստի ինչ ստեղծագործություններ գիտեք։ Ինչ է նշանակում Լաոկոոն տերմինը։ Սպառվեց ժամանակը երեխաներ, խնդրեմ պատասխանը։ Հարցին կպատասխանի Լազարյան Մարիամը։ Մարիամ։ Ըստ Հոմերյան վիպերգության տրոական պատերազմը տևել է 10 տարի։ Այդ պատերազմից մնացել է տրոական ձի թևավոր խոսքը։ Ըստ ավանդության, հույները չկարողանալով հաղթել տրոացիներին, փորձում են դիմել խորամանկության։ Նրանք հեռանում են Տրոյայից եւ որպես նվեր անպարտելի թշնամուն նրա դարպասների մոտ թողնում են մեծ չափերի վիթխարի ձի որպես նվեր։ Հակառակ Լաոկոոնի կամքի։ Գիշերով հույները դուրս են գալիս ձիու որովայնից եւ հիմնահատակ կործանում են Տրոյան։ Լաոկոոնը, ինչպես նշեցինք, դեմ էր տրոական ձին քաղաք բերելուն եւ այդ պատճառով որոշում է իր որդիների հետ հեռանալ։ Իսկ Լաոկոոն նշանակում է բարդ խճճված հանգույց, որը կիրառում են արվեստի տարբեր ճյուղերում։ Նրա ճակատագրին անդրադարձող արվեստի ինչ ստեղծագործություն գիտեք։ Չենք հիշում։ Խնդրեմ պատասխանը։ Հոմերոսի իլիական պոեմում տրոյացի Լաոկոոնը դեմ էր թշնամիների նվեր հսկայական ձին Տրոյա բերելուն։ Երբ ձին քաղաք են բերում, նա որդիների հետ հեռանում է Տրոյայից։ Հույների հովանավոր Աթենաս Պալասը վրեժխնդիր է լինում նրանից, ուղարկելով վիթխարի օձեր, որոնք հայրենասեր Լաոկոոնին ու նրա որդիներին առնելով իրենց գալարների մեջ խեղդում են։ Այս թեմային են անդրադարձել ռոդոսյան վարպետներ Ալեքսանդրոսը, Աթենադորոսը եւ Պելիդորոսը, կերտելով Լաոկոոն արձանախումբը։ Հայտնի է նաեւ Էլ Գրեկոյի Լաոկոոն գեղանկարը։ Այժմ Լաոկոոն է կոչվում բարդ խճճված հանգույցը, որը կիրառում են արվեստի տարբեր ճյուղերում։ Ողջունում ենք Կապուտին։ Խնդրեմ։ Մեկ ենթահարցի պատասխան, ինչ է նշանակում տերմինը, դուք շատ ճիշտ ամբողջական նշեցիք։ Երկրորդ ենթահարցի դեպքում ինչ ստեղծագործություններ չնշվեց պատասխանը, իսկ առաջին ենթահարցի դեպքում ինչ դեր է խաղացել։ Դուք հանգամանորեն ներկայացիք տրոյական ձիու հայտնի պատմությունը, որը շատ շատերին կամ գուցե բոլորին է հայտնի, բայց ըստ էության ինչ ճակատագիր է ունեցել, այսինքն կիսատ մնաց այն հատվածը, որը դուք պիտի ներկայացնեիք։ Մեկ ենթահարցի ամբողջական պատասխան եւ մեկ հարցի մի քիչ, այսպես ասենք, կեսից մի քիչ ավել, իմ համոզմամբ ձեր պատասխանը 5 միավոր է։ 5 միավոր է վաստակում Կապուտիմը, անցնում ենք նարնջագույնին։ Մենք ընտրում ենք զատառը։ Զատառը խնդրեմ։ Հիմա տեսնենք ինչ գաղտնիք ունի բառաշխարը։ Բոսֆորի նեղուցի անունը ստուգաբանորեն ինչ է նշանակում։ Այդ ամենի հետ ինչ կապ ունի հին հույների Զևս աստվածը։ Հարցին կպատասխանի Լուլուկյան Աննան։ Աննա։ Բոսֆորը հունական փոխառություն է։ Այն կազմված է կով եւ անցահուն բաղադրիչներից։ Բոսֆորը կապվում է հին հունական դիցաբանության հետ։ Այն միացնում էր Սև ծովը Մարմարա ծովին։ Այդ ժամանակ Զևսը սիրահարվել էր իր կնոջ Հերայի քրմուհուն Իեին եւ նրան դարձնում է կով, քանի որ ուզում էր փրկել իր կնոջ Հերայի հանցանքներից։ Այդ իսկ պատճառով գնում է դեպի Եգիպտոս, սակայն այնտեղ վերագտնում է իր գեղատեսիլ կերպարը եւ Զևսի հետ վարում իր ամուսնական կյանքը։ Վերջ, այսքանը։ Լսենք մեր պատասխանը։ Հին հունարեն Բոսֆորոս նշանակում է կովի անցահուն։ Անվան բացատրությունը կապված է հունական դիցաբանության հետ։ Զևսը սիրահարվում է Իոյին եւ նրան կով է դարձնում իր կնոջ Հերայի հալածանքներից ազատելու համար։ Կով դարձած Իոն այդ նեղուցով է անցնում Եվրոպա, ապա Եգիպտոս։ Եվ այդուհետ ջրային այդ տարածությունը կոչվում է Բոսֆորի նեղուց, կովի անցահուն։ Ողջունում եք նարնջագույն թիմին։
Պատասխան տվեցիք, բայց այդ պատասխանից, այսպես ասենք, անտեղյակ հանդիսատեսը կամ նույնիսկ առասպելին կամ նյութին ծանոթ մարդն էլ դժվարությամբ կհասկանար, գնահատում եմ 9 միավոր։ 9 միավոր է վաստակում նարնջագույն թիմը, այսպիսով ավարտեցինք առաջին փուլը եւ հիմա անցնում ենք երկրորդ փուլին։ Որևէ ժողովրդին գնահատելու լավագույն միջոցը նրան ճանաչելն է։ Ճապոնացիները միշտ էլ մեր ուշադրությունը գրավել են իրենց հետաքրքիր եւ ուրույն բնավորությամբ, ինչպես նաեւ նկարագրով ժողովրդի։ Այս փուլում մենք կխոսենք ճապոնացիների մասին եւ իհարկե կպատմենք մեծերի կյանքի մասին։ Մեծերի կյանքի մասին հետաքրքիր դեպքերը մեզ միշտ հնարավորություն են տալիս դառնալու հետաքրքիր զրուցակից, որովհետեւ բոլորին է հետաքրքիր թե ինչ է տեղի ունեցել այս կամ այն նշանավոր մարդու կյանքում։ Աշխարհի ժողովուրդներ եւ մի կյանքի պատմություն։ Լսենք երկրորդ փուլում։ Կարմիր թիմ, խնդրեմ։ Մենք ընտրում ենք Հ տառը։ Հ տառը, խնդրեմ։ Աշխարհի ժողովուրդներ։ Սամուրայները բարոյական ինչ օրենքներով էին առաջնորդվում։ Ինչ է հարակիրին։ Հարցին կպատասխանեմ ես Մարիամ Թորլոյանս։ Սամուրայների բարոյական օրենսգիրքը Բուսիդոն էր։ Մի կողմից սամուրայների բարոյական օրենսգիրքն էր, մյուս կողմից ճապոնական ազգի նախասկզբնական ոգին, որը դարերի ընթացքում ավանդույթ էր դարձել։ Հարակիրին կազմված է հարա բաղադրիչից, որը բառացի նշանակում է փոր, որովայն ավելի ստույգ պորտից 5 սանտիմետր ցած աջ ու այհյա գտնվող հատվածը։ Հարակիրին ինքնասպանության ձևերից մեկն է Ճապոնիայում, այն կատարել են որովայնահատմամբ։ Սկզբում հարակիրի կատարել են միայն սամուրայները։ Հարակիրի անունը գալիս է այստեղից, ով լի է վճռականությամբ հանգիստ վիճակի է բերում իր հարան։ Հարա օ տատերու, ով զայրանում է նրա հարան վեր է բարձրանում, հարա օ կիմերու, իսկ ով անկեղծ է նրա հարան բաց է։ Հարակիրի, այստեղից էլ որովայնահատմամբ ծիսական ինքնասպանությունը կոչվում է հարակիրի։ Քանի որ օտարերկրացիները մի տեսակ հեգնական երանգով են օգտագործում այս բառը, իրենք ճապոնացիները հակված են ավելի շատ դրա այս բառի փոխարեն օգտագործել սեպուկու կամ կապուկու բառերը։ Սեպուկու բառացի նշանակում է փորապատրում։ Այսքանը։ Լսենք մեր պատասխանը։ Ըստ սամուրայների բարոյական օրենսգրքի, նրանք կարող էին կորցնել կյանքը, իսկ պատիվը երբեք։ Սամուրայները չէին երդվում։ Դա դիտվում էր որպես պատվի անարգում։ Պատվի զգացումը եւ անհրաժեշտ մյուս հատկությունները դաստիարակելու համար սամուրայը պարտավոր էր կատարելագործվել, կոփել հոգին ու մարմինը, վանել մահվան վախը։ Հարակիրի է անվանվել որովայնի հատմամբ ծիսական ինքնասպանությունը։ 8-ից 10-րդ դարերում հարակիրի կատարում էին սամուրայները, դա համարելով հերոսության, ուժի ու ինքնատիրապետման դրսևորում։ Հետագայում ճապոնական կառավարությունը երկար ժամանակ պայքար է մղել տարածված այդ երևույթի դեմ։ Պարոն Սողոմոնյան, խնդրում եմ։ Հարակիրին վերաբերող հարցին Կարմիր թիմը տվեց ավելի քան լիարժեք պատասխան, հետաքրքիր մեկնաբանությամբ, իսկ ինչ վերաբերում է բարոյական օրենքներին, ապա այստեղ չլսեցինք ցավոք սրտի պատասխան, բացի այն փոքրիկ դրվագից, որ նշվեց Բուսիդոյի մասին, եւ այսինքն որոշակի անդրադարձ կատարվեց, եւ ըստ էության կիսով չափից մի փոքր ավելի գնահատական ենթադրող պատասխան է այս պարագայում, եւ Կարմիր թիմը վաստակում է 6 միավոր։ Այո։ Ցավոք երեխաները չէին հիշում օրենքները, կորցնում են 4 միավոր եւ վաստակում են 6 միավոր, անցնում ենք կապույտ թիմին։ Մենք ընտրում ենք կենտառը։ Կենտառը, խնդրեմ։ Աշխարհի ժողովուրդներ։ Ճապոնացիների հինավուրց կրոնը Սինտոն ինչ է ուսուցանում։ Ըստ նրա, որն է բարոյականության ընդհանուր օրենքը։ Ժամանակը խնդրեմ։ Հարցին կպատասխանեմ ես Մելքումյան Աննաս։ Աննա։ Սինտոականությունը ուսուցանում է, որ ամեն մի ոք մի մասն է աշխարհի ինքնազարգացմանը, որ աշխարհը ստեղծվել է ինքնին եւ ոչ ոք եւ ոչ մի իր չի խանգարել աշխարհի ինքնազարգացմանը։ Սինտոն ուսուցանում է, որ ամեն ոք պետք է հարգի մաքուրը, ոչ մաքուր բառ գոյություն չունի, իսկ եթե օգտագործվում է, ապա ոչ մաքուրը նույնպես կարող է մաքրագործվել։ Ըստ սինտոականության, ճապոնացիները կարող են դավանել նաև այլ կրոնի, քանի որ դա չի արգելվում ըստ սինտոականության։
Համաձայն։ Իսկ որն էր սինտոյականության գլխավոր օրենքը, մեկ ընդհանուր կանոնը։ Մարդիկ պետք է շարժվեն բնության օրենքներով, սակայն նաև չպետք է մոռանան հասարակական օրենքների մասին։ Լսենք մեր պատասխանը։ Սինտոյականությունը, սինտո, աստվածների ուղի, ուսուցանում է գլխավորապես նախնիների պաշտամունք և բնության երկրպագում։ Նրա գլխավոր պատվիրաններն են մաքրության պահպանումը և իրերի բնական կարգին հետևելը։ Սինտոյականությունն ունի բարոյականության մեկ ընդհանուր կանոն՝ վարվիր բնության օրենքների համաձայն, պահպանելով հասարակական օրենքները։ Ողջունում եմ կապիտանը։ Խնդրեմ, պարոն Սողոմոնյան։ Ընդունենք, որ կրկնակի հարցումից հետո երկրորդ ենթահարցին տրվեց պատասխան, իսկ առաջին ենթահարցի հետ կապված այստեղ դժվարին իրավիճակ է, որովհետև այո մաքրության պահպանման պատգամը նշվեց, բայց այլ ավելի կարևոր հանգամանքը նախնիների պաշտամունքը, ինչը ապահովում է այդ ժողովրդի, այդ ազգի հարատևությունը, եւ դա է փաստորեն այդ ազգի հարատևության գլխավոր գաղտնիքներից պատճառներից մեկը հանդիսանում, այդ կարևոր հանգամանքը իհարկե չնշվեց, ուստի կապույտ թիմը վաստակում է 7 միավոր։ 7 միավոր է վաստակում կապույտ թիմը եւ դարձյալներին դեղույնը, խնդրեմ։ Մենք ընտրում ենք նուտարը։ Նուտարը, խնդրեմ։ Մի կյանքի պատմություն։ Մոցարտը շատ էր գնահատում Յոզեֆ Հայդնին։ Երբ մի կոմպոզիտոր վատաբանում է Հայդնի ստեղծագործությունները, ասելով «Ես այդպես չէի անի», Մոցարտն ինչ է պատասխանում։ Մոցարտը Հայդնին նվիրված ինչ ստեղծագործություններ ունի։ Պատրաստ ենք։ Հարցին կպատասխանեմ ես, Սոնա Մարտիրոսյանս։ Մոցարտը իրոք շատ էր հարգում Յոսիֆ Հայդնին, որը եւ նրան համարում իր հոգեվոր հայրը։ Նա մի ոչ պաշտոնական երեկոներից ժամանակ, երբ հնչում էր Հայդնի ստեղծագործությունը եւ մի կոմպոզիտոր, որ իր կյանքում ոչ մեկի մասին որևէ լավ խոսք չէր ասել բացի իրենից, վատաբանում է Հայդնի ստեղծագործությունը, որ ես այդպես չէի անի, Մոցարտը բացականչում է։ Ես նույնպես, բայց գիտեք ինչու, որովհետեւ մեզնից եւ ոչ մեկը դա վիճակի չէ կատարել։ Մոցարտը ի պատիվ Հայդնի գրում է 6 քառյակներ, որոնք համարվում են նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը, եւ այս 6 քառյակների մեջ Մոցարտը ամբողջացնում է այն բոլոր գիտելիքները, որոնք Հայդնն էր սովորեցրել նրան եւ որը Հայդնը եւս շատ էր օգտագործում իր ստեղծագործությունների մեջ, մանավանդ բազմաձայնական արվեստն է մեծ կերպով օգտագործում այս ստեղծագործությունների մեջ։ Լսենք մեր պատասխանը։ Մոցարտը պատասխանում է. «Ես նույնպես այդպես չէի անի, բայց գիտեք ինչու, որովհետև դա մեր երկուսի ուժերից վեր բան է»։ Մոցարտը Հայդնին նվիրված 6 կվարտետ ունի։ Դրանք նորարարական ստեղծագործություններ են, որոնցում օգտագործելով այդ ժանրում Հայդնի ձեռքբերումները, Մոցարտն ընդլայնել է արտահայտչամիջոցները, համարձակորեն բազմաձայնություն մտցրել։ Ողջունում ենք նրան դեղույն թիմին։ Տիկին Աթանասյան, խնդրեմ։ Ստացանք բոլոր մեծ հետաքրքրող հարցերի պատասխանը։ Ես կարծում եմ քառյակը դուք փորձել եք թարգմանել հայերեն կվարտետ բառը, ինչևէ ստանում եք 10 միավոր։ 10 միավոր է վաստակում նարնջագույն թիմը եւ երկրորդ բդույթը, խնդրեմ կարմիր թիմ։ Մենք ընտրում ենք մենտարը։ Մենտարը, խնդրեմ։ Մի կյանքի պատմություն դարձյալ։ Բուլոնում 14-ամյա Մոցարտը մասնակցելով Ֆիլհարմոնիկ ակադեմիայի կողմից անցկացվող մրցույթին ինչ արդյունք է գրանցում։ Նա միզերերը ստեղծագործության կատարումով ինչպես է ապշեցնում իտալացիներին։ Հարցին կպատասխանի Նոնա Հարությունյանը։ Նոնա։ 1775-1774 թվականին Մոցարտն անցկացնում է Իտալիայում։ Բուլոնում կատարվում է մի դեպք, որը ավելի ամրապնդում նրա համբավը։ Նա ընդունվում է ակադեմիկոս եւ կոմպոզիցիայի վարպետ, այն դեպքում, երբ ընտրում էին մինչև 20 տարեկան լրացած մարդկանց, սակայն նա այդ ժամանակ 14 տարեկան էր։ Իսկ Հռոմում պատահում է մի դեպք, որն ավելի ամրապնդում նրա համբավը։ Տարին մեկ անգամ ձատկի տոնին կատարվում էր Գրեգորիո Ալեգրոյի միզերերը հայտնի աղոթքը, որը պապական երգիչները չէին թույլատրել դուրս հանել եկեղեցու պատերից։ Եվ ընդամենը մեկ անգամ լսելով այդ հնգածային ստեղծագործությունը, Մոցարտը գրի է առնում եւ մի անգամ կատարում իր համերգների ժամանակ զարմացնելով պապական երգիչներին։ Պապական երգիչները նրան շնորհում են ոսկե խթանի շքանշանով։ Լսենք մեր պատասխանը։
Մոցարտը մրցույթում հաղթում է, եւ նրան միաձայն ընտրում են կոմպոզիցիայի վարպետ ակադեմիկոս։ Այն դեպքում, երբ ակադեմիայի անդամներ ընտրում էին ականավոր կոմպոզիտորներին եւ մինչեւ 20 տարեկան անձանց արգելվում էր ընտրել։ Սիքստինյան կապելայում տարին մեկ անգամ Զատկին կատարվում էր Գրիգորիո Ալեգրիի Միզերերը հնգաձային բարդ ստեղծագործությունը, որի նոտաներն արգելված էր եկեղեցուց դուրս տանել։ Պատանի Մոցարտը մեկ անգամ լսելով Միզերերն հիշողությամբ գրի առավ այն եւ կատարեց, ապշեցնելով պապական երգիչներին։ Պատանի երաժշտի համբավը տարածվեց ողջ Իտալիայով եւ Ռոմի պապը նրան շնորհեց ոսկյա խթան շքանշան։ Ողջունում ենք Կարմիր թիմին։ Խնդրեմ Տիկին Աթանասյան։ Նորից ականատես եղանք գրագետ լիարժեք պատասխանի եւ դուք վաստակում եք 10 միավոր։ Եկ կապույտ թիմ ձեր հերթն է։ Մենք ընտրում ենք շատառը։ Շատառը խնդրեմ։ Աշխարհի ժողովուրդներ։ Ճապոնացիները հաղորդակցվելիս ինչու են պահպանում դեմքի անխռով արտահայտությունը։ Նրանց համար ինչ դեր ունի ժպիտը։ Սպառվեց ժամանակը երեխաներ խնդրեմ։ Հարցին կպատասխանի Սարգսյան Արտյոմը։ Արտյոմ։ Հնուց ի վեր ճապոնացիները նայելով մեկը մյուսի դեմքին կարողանում էին գուշակել սեռը, տարիքը, որոշակի հատկություններ, կարողանում էին նույնիսկ գուշակել ներկան, ապագան, բնավորության գծերը, այդ իսկ պատճառով ճապոնացիները ցանկանում էին պահպանել դեմքի անխռով արտահայտությունը, ինչպես նաև ճապոնացիների համար մեծ նշանակություն ունի ժպիտը, նրանք սիրում են ժպտալ, ծիծաղել, ուրախանալ, կա նաև մի զրույց, որ արևի աստվածուհի համատերասում, որը փակված էր քարանձավում, լսում է ծիծաղի ձայնը եւ դուրս է գալիս եւ եթե նա չլսեր ծիծաղի ձայնը, չէր լինի ոչ արևը եւ ոչ էլ Ճապոնիան։ Վերջ։ Այո։ Լսենք մեր պատասխանը։ Ըստ ճապոնացիների մարդն ունի երկու դեմք։ Արտաքին դեմքը դիմակ է, որը թաքցնում է իսկականը, գաղտնին։ Արտաքին դեմքը բոլորի համար է, ներքինը մերձավորների։ Նրանց մանկուց դաստիարակում են հաղորդակցվելիս խիստ զուսպ լինել, հույզերը հրապարակավ չարտահայտել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացի մայրերն իրենց որդիների մահվան ծանուցագրերն ընդունում էին ժպիտով, թեև կասկած չկար, որ խոր վիշտ էին ապրում։ Ճապոնացիները կարևորում են ժպիտը, ծիծաղը։ Նրանց զրույցներում ասվում է, որ արևի դիցուհին դուրս է եկել իր քարանձավից ծիծաղի ձայներ լսելու շնորհիվ։ Եթե չլսեր ծիծաղը, նա կմնար քարանձավում եւ չէր լինի ոչ արևը, ոչ էլ ծագող արևի երկիրը՝ Ճապոնիան։ Պարոն Սողոմոնյան, փորձենք գնահատել։ Արևի դիցուհու մասին արված այդ ավանդազրույցի հիշատակումը իհարկե շահեկանորեն ազդեց պատասխանի վրա, իսկ ինչ վերաբերում է առաջին հարցի պատասխանին, անուղակի անդրադարձ կատարվեց, ասելով, որ դեմքից կարողանում էին գուշակել ըստ էության ներաշխարհի մասին։ Սակայն պետք է այստեղ հենց արվեր կարևոր այն շեշտադրումը, որ ճապոնացիները գտնում էին, որ ներաշխարհը պետք է պահել միայն մերձավորների համար եւ դրա համար սովորեցնում էին լինել զուսպ։ Այդ շեշտադրումը էական է եւ կարևոր է եւ համարում են, որ կապույտ թիմի միավորը 7-ն է։ Այո, երեխաները իհարկե բարձրացվում էր, որ կարդացել են որոշ բաներ ընկալել են, սակայն շեշտադրումները ճիշտ չէին եւ թիմը կորստում է միավորներ, վաստակելով 7 միավոր անցնում ենք նարնջագույնին։ Մենք ընտրում ենք Վոտարը։ Վոտարը խնդրեմ։ Մի կյանքի պատմություն։ 1789 թվականին Մոցարտն այցելում է Բեռլին եւ նույն երեկոյան ներկա գտնվում իր Արևանգում հարեմից օպերայի բեմադրությանը։ Նա ինչ տպավորություն է ստանում եւ չնախատեսված ինչ քայլեր է անում։ Պատրաստ եմ։ Հարցին կպատասխանեմ ես, Սոնա Մարտիրոսյանս։ Խնդրեմ։ Ֆրիդրիխ Ռոխլիցը պատմում է 1789 թվականի Մոցարտի բերլինյան այցի մասին հետևյալ խոսքերով. Մոցարտը առաջին անգամ Բերլին այցելեց ուշ երեկոյան։ Իջնելով կառքից նա անմիջապես հարցրեց հյուրանոցի սպասավորից. «Այսօր երեկոյան այստեղ որևէ ստեղծագործություն, երաժշտություն հնչելու է»։ Իսկ սպասավորը պատասխանեց. «Այո, հնչելու է գերմանական մի օպերա»։ «Եվ որ օպերան է դա?» հարցրեց Մոցարտը։ «Արևանգում են հարեմից», պատասխանեց սպասավորը։ Հեղինակն էլ տես որ մոռացա։ Լսելով այս խոսքերը Մոցարտը
Մոցարտը անմիջապես ուղևորվում է դեպի թատրոնի շենք։ Նա կանգնում է պարտերի շարքում եւ փորձում է աննկատ մնալով լսել օպերայի բեմադրությունը։ Սակայն նրան թվում է, որ երաժիշտներն ու երգիչները չափից շատ են ընկնում զիզիբիզիների հետևից։ Մեկ նրան դուր չի գալիս այս կամ այն կատարումը։ Մի խոսքով դեպի նրա հետաքրքրությունը դեպի ստեղծագործությունը գնալով աճում է եւ ինքն էլ չհասկանալով ինչպես դանդաղ քայլերով մոտենում է ընդհանուր մինչեւ նվագախմբին, այնուհետեւ մոտենալով նվագախմբին սկսում է ինչ-որ շարժումներով, ձեռքերով հասկացնել եւ հուշել երգիչներին, թե ինչպես պետք է կատարեն։ Բոլորը զարմացած նայում էին այս ճանապարհորդական հագուստով տկեղ փոքրիկ մարդուկին եւ իհարկե ծիծաղում նրա վրա, թե Մոցարտը սա ամենևին էլ չէր նկատում եւ տարված էր իր այսպես կոչված գործով։ Եվ վերջապես հասավ Պետրիլիոյի արիան։ Չգիտես դիրիժորի ձեռքի տակ եղած պարտիտուրան էր սխալ, թե նրա մեջ ուղում էին մտցրել, բայց հաճախակի կրկնվող հվահատվում է միայն պարզամիտը արիայի մեջ, ռեի փոխարեն նա ռե դիեզ էր նվագում։ Եվ Մոցարտը վերջապես չդիմացավ ու բացականչեց. «Անիծվեք դուք ռե նվագեցեք»։ Այնուհետև ամբողջ թատրոնով տարածվեց, որ Մոցարտը այստեղ է, եւ երգիչներից ոմանք, հատկապես Բլոնդխենի դերակատարը այնքան վախեցան, որ հրաժարվեցին նորից բեմ դուրս գալ եւ Մոցարտը բացականչեց. «Տիկին, թողեք հիմարությունները, դուք հիանալի եք նվագում, ուղարկի հիասքանչ, իսկ որպեսզի դուք հաջորդ անգամ ավելի լավ նվագեք, ես ինքս ձեզ հետ դրա վրա կաշխատեմ»։ Տեսենք մեր պատասխանը իհարկե։ Մոցարտը որոշում է աննկատ մնալով լսել, բայց որոշ տեղերի կատարումից դժգոհ մնալով չի զգում, թե ինչպես է մոտենում նվագախմբին։ Մարդիկ քմծիծաղով նայում են ճամփորդական հագուստով կարճահասակ մարդուն, որը նվագախմբի մոտ կանգնած ինքն իրեն խոսում էր, դժգոհում։ Լսելով երկրորդ ջութակի կրկնվող սխալը, Մոցարտը չի դիմանում եւ բղավում է. «Անիծվեք, ռե նվագեք»։ Նվագախմբի անդամները ետ են նայում եւ ոմանք ճանաչում են Մոցարտին։ Թատրոնով մեկ տարածվում է կոմպոզիտորի դահլիճում լինելու լուրը։ Մի դերասանուհի վախենում է բեմ դուրս գալ։ Մոցարտը հայտնվում է կուլիսներում, գոտեպնդում երգչուհուն եւ բեմ ուղարկում։ Ողջունում ենք նայեն դեղույն թիմին։ Տիկին Աթանասյան, խնդրեմ գնահատեք։ Սոնան հրաշալի պատասխանեց հարցին եւ հագեցրեց այն մանրամասներով, որոնք շատ էական էին եւ իր թիմին բերեց հայասպետ։ Այո, իհարկե, մի ամբողջ փոքրիկ ներկայացում մեզ մատուցեց Սոնան, դերակատարումներով, դերաբաշխումով, հեղինակի խոսքով եւ այլն, եւ իհարկե արժանիորեն իր թիմի համար վաստակեց հայասպետ։ Հիշեցնենք, հայասպետ նշանակում է 11 միավոր։ Այսպիսով ավարտեցինք նաեւ երկրորդ փուլը, իսկ երկրորդ փուլից հետո մեր խաղում մշակութային հատված է եւ հիմա մեր մասնակիցները կներկայացնեն, թե ինչ բառեր են սովորել։ Կարմիր թիմ, ընտրում ենք տառը։ Մենք ընտրում ենք այբ տառը։ Այբ տառը խնդրեմ։ Ծաղկաձորի, համեցեք խնդրեմ, կատարեք Ծաղկաձորի բառը։
Խնդրեմ Տիկին Աթանասյան, Հակված եմ բարձր գնահատել այս բառը, որովհետև ի վերջո մենք գնահատում ենք տրամադրությունը, այն ցուցադրումը, որը որ ներկայացեցին երեխաները եւ ես սիրով գնահատում եմ այն 10 միավոր։ 10 միավոր է վաստակում Կարմիր թիմը, բարի համար անցնում ենք Կապույտ թիմին։ Խնդրեմ Կապույտ թիմ, Մենք ընտրում ենք Ռետարը։ Ռեդարը խնդրեմ։ Խոշ բիլազիկ, համեցեք։ Աղջիկները բավականին լավ բարեցին, բայց իհարկե թերություններ կային։ Թերություններ ակնհայտ էին ամենասկզբից եւ վերջում բոլորս ականատես եղանք նրան, թե ինչպես այն համաչափ շարժումների շարժման հետևանքով բարը վերջացրեցիք ոչ այնպես ինչպես հարկն է։ Կարծում եմ 8 միավոր։ Եվ անպայման այստեղ ես պետք է շեշտեմ, որ տղաների պարը պարտադիր է եւ եթե անգամ Տիկին Աթանասյանը չգնահատեր այդպես, ես հակված էի նշելու նաեւ այդ թերությունը։ Սա մենք դիտում ենք որպես թերություն, եթե տղաները չեն պարում, ի գիտություն բոլոր ապագա մասնակիցների։ 8 միավոր է վաստակում Կապույտ թիմը, անցնում ենք նարնջագույնի։ Դուք ընտրելու հնարավորություններ չունեք, ձեզ բաժին հասավ պետառը եւ հիմա տեսնենք ինչ պար է թաքցնում։ Շավալի, համեցեք։ Խնդրեմ Տիկին Աթանասյան։ 8 միավոր։
Շատ միավոր է վաստակում նարնջագույն թիմը, այսպիսով ավարտեցինք նաև մշակութային փուլը եւ հիմա վերջին փուլը։ Այս փուլում մենք խոսենք աշխարհագրության եւ դասական երաժշտության մասին, որովհետեւ դասական երաժշտության մեջ էլ ճամփորդությունը մեզ մատուցում է մեծագույն հաճույք եւ երանություն։ Խնդրեմ Կարմիր թիմ, Մենք ընտրում ենք վև տառը։ վև տառը խնդրեմ։ Դասական երաժշտություն։ Ճանաչում ենք երաժշտությունը, խնդրեմ։ Հարցին կպատասխանի Գալստյան Հայկ։ Հայկ։ Հնչեց հատված Մոցարտի դիվերտիսմենտ թիվ 11-ից։ Ճիշտ է։ Ուսենք հացի մուսատվածը։ Մոցարտի «Արևանգում հարեմից» օպերան գրված է վաճառական բրեցների փոքրիկ պիեսի հիման վրա։ Մոցարտի պահանջով ինչպիսի փոփոխություններ են կատարվել լիբրետոյում։ Օպերայի բեմադրումից հետո բրեցները զավեշտական ինչ գրություն է տպագրել։ Խնդրեմ։ Հարցին կպատասխանի Նոնա Հարությունյանը։ Նոնա։ Լապցիկյան վաճառական Քրիստոֆ Բրեցների Բելմոնտը եւ Կոստանցան կամ Արևանգում հարեմից պիեսը մի տապակ պատմություններ այն մասին, որ Բելմոնտը հաղթահարելով բազմաթիվ փորձություններ գնում է եւ ազատում իր սիրելի Կոստանցային թուրքական Սելիմ Փաշայի հարեմից։ Մոցարտը սկսել էր լիբրետոյի վերամշակումից։ Նրա պնդմամբ լիբրետիստը կատարել էր բարդ կոմպոզիցիոն վերամշակում, մտցրել էր մի նոր ինտրիգ, ստեղծել էր կերպարներից բոլոր օտարերկրացիների վաղեմի թշնամի Օսմինի կերպարը։ Օպերայի բեմադրությունից հետո Քրիստոֆ Բրեցները գրել է, որ ոմն վիենացի մեկը Մոցարտ ազգանունով չարաշահել է Բելմոնտի եւ Կոստանցան դրաման, այն վերափոխելով պիեսի, որ նրանք թույլ չեն տա այդպիսի ոտնձգություն իրենց պիեսի նկատմամբ եւ սույնով եւ վճարականորեն բողոքում են։ Քրիստոֆ Ֆրիդրիխ Բրեցներ։ Լսենք մեր պատասխանը։ Մոցարտի պահանջով մակերեսային լիբրետոն հարստացվում է, խորացվում, կերպարները դառնում են լիարյուն։ Նա ավելացնում է ամենահաջող կերպարներից մեկին՝ Օսմինին։ Օպերան մեծ հաջողություն է ունենում եւ նրանով դրվում է գերմանական օպերայի հիմքը։ Օպերան ուներ նաեւ վատաբանողներ, որոնց ձայնարկցելով պիեսի հեղինակ Բրեցները Լայպցիգյան թերթում տպագրում է մի գրություն, որն այսօր ընկալվում է իբրև զավեշտ։ Ոմն վիենացի Մոցարտ անունով համարձակվել է չարաշահել իմ դրաման վերափոխելով օպերայի։ Սույնով ես բողոքում եմ իմ իրավունքների նկատմամբ նման ոտնձգության դեմ։ Ողջունում ենք Կարմիր թիմին, խնդրեմ Տիկին Աթանասյան։ Այո, այսօր որպես զավեշտ են հնչում այդ խոսքերը ոմն Մոցարտի մասին, որ անմահացրեց այդ մարդու ստեղծագործությունը։ Նոնան հրաշալի պատասխանեց հարցին, նույնիսկ հավելեց այն, կարծում եմ, որ արժանիորեն վաստակեց 10 միավոր։ 10 միավոր է վաստակում Կարմիր թիմը, անցնում ենք Կապույտ թիմին։ Մենք ընտրում ենք քետառը։ Քետառը խնդրեմ։ Աշխարհագրություն։ 17-րդ դարում Ճապոնիան ինչու դարձավ փակ երկիր։ Այժմ այն պետական ինչ կարգ եւ բնակչության ինչպիսի կազմ ունի։ Խնդրեմ։ Հարցին կպատասխանեմ ես Մելքումյան Աննաս։ 1637 թվականին ճապոնացիները սահմանազատեցին իրենց պետությունը ամբողջ աշխարհից, քանի որ դեմս օտարերկրացիների նրանք վտանգ տեսան, քանի որ օտարերկրացիները առևտրի հետ համատեղ տարածում էին նաև քրիստոնեությունը, բացի այդ նաև այլ մաներ, որոնք չէին թույլատրվում Ճապոնիայում։ Հետո, Ըստ պետական կարգի Ճապոնիան սահմանադրական միապետություն է։ Ճապոնիան համարվում է միատարր պետություն, քանի որ բնակչության 99%-ը ճապոնացիներն են։ Ճապոնացիները շատ են սիրում իրենց պետությունը եւ չեն սիրում հեռանալ իրենց երկրից, այդ իսկ պատճառով Ճապոնիայից դուրս ապրում է բնակչության ընդամենը 1%-ը։ Վերջ, այսքանը։
Այո։ Լավ, լսենք մեր պատասխանը։ 16-րդ դարում Ճապոնիայում երևացին եվրոպացիները, որոնք առևտրին զուգահեռ տարածում էին քրիստոնեությունը։ Սամուրայները օտարերկրացիների գործունեության մեջ լուրջ սպառնալիք տեսնելով 1637 թվականից արգելեցին նրանց մուտքը Ճապոնիա եւ երկիրը մեկուսացավ արտաքին աշխարհից։ 1854 թվականից զենքի գործադրման սպառնալիքով Ամերիկայի Միացյալ Նահանգները հասավ նրան, որ օտարերկրացիների համար որոշ նավահանգիստներ բացվեցին։ Այժմ երկիրը միապետական կարգ ունի։ Բնակչության 99%-ը ճապոնացիներ են։ Նրանք հազվադեպ են հեռանում իրենց հայրենիքից։ Այդ պատճառով էլ արտասահմանում ապրում է ճապոնացիների ընդամենը 1%-ը։ Ողջունում ենք կապույտին։ Խնդրեմ, պարոն Գրիգորյան։ Մենք ստացանք լիարժեք պատասխան եւ թիմը վաստակում է 10 միավոր։ Դառնում ենք նարնջագույնին, խնդրեմ։ Մենք ընտրում ենք չատարը։ Չատարը, խնդրեմ։ Դասական երաժշտություն, լսում ենք երաժշտությունը։ Խնդրեմ։ Հարցին կպատասխանի Գոհար Աղաջանյանը։ Գոհար։ Հնչեց հատված Մոցարտի փոքրիկ գիշերային սերենադ մաս 4-ից։ Ճիշտ է։ Եվ հաջորդ ենթահարցը։ Ռոսինին Մոցարտի որ օպերայի մասին է ասել։ Նրա պարտիտուրը կարելի է քննարկել միայն ծնկաչոք։ Ինչպես ընդունեցին այդ օպերան Վիեննայում։ Պատրաստ ենք, խնդրեմ։ Հարցին կպատասխանի Գոհար Աղաջանյանը։ Գոհար։ Ռոսինին Մոցարտի Դոն Ժուան օպերայի մասին ասել է, որ նրա պարտիտուրը կարելի է քննարկել միայն ծնկաչոք։ Չնայած դրան Վիեննան այս օպերան ընդունեց շատ ավելի ուշ, երբ այն արդեն հասցրել էր գրավել բազում բեմեր եւ մեծ հաջողություններ գրավել եվրոպական մի շարք այլ քաղաքներում եւ պետություններում։ Վիեննացիները այս օպերան ընդունեցին շատ մռայլ, շատ սառը եւ մի անգամ Յոսիֆ Թագավորը կեղծավորությամբ ասել է. «Ճիշտ է, այն հնարավոր է ավելի լավն է, քան Ֆիգարոն, Ֆիգարոյի ամուսնությունը օպերան, սակայն դա վիեննացիների ատամի բանը չէ»։ Եվ երբ Լորենցո դա Պոնտեն սա հայտնում է Մոցարտին, Մոցարտը ասում է. «Ոչինչ, կթողնենք, որ դա նրանք մի լավ ծամեն»։ Բացի այդ, Մոցարտը չէր վհատվել Վիեննայում ունեցած անհաջողություններից։ Նա մի անգամ ասել է, որ սա այս ստեղծագործությունը վիեննացիների համար չի գրված, այն ավելի շուտ գրված է պրահացիների համար, իսկ ավելի շուտ իմ ու իմ մտերիմների համար։ Եվ իրոք, սա գնահատեցին նրա մտերիմները։ Հայդնը ասել է, որ լակոնիկ ոճով ասել է, որ եթե նա բացի Դոն Ժուանից ուրիշ ոչինչ գրված չլիներ, մեկ է դա էլ բավական կլիներ։ Այսքանը։ Այո։ Լսենք մեր պատասխանը։ Ռոսինին նկատի ուներ Դոն Ժուան օպերան։ Օպերայի բեմադրությունը Վիեննայում տապալվեց։ Հովսեփ II կայսրը հայտարարեց. «Օպերան հիանալի է, սքանչելի, բայց այդ պատառն իմ վիեննացիների ատամի բանը չէ»։ Ավստրիայի մայրաքաղաքն օպերան ընդունեց Մոցարտի մահից հետո միայն, երբ այն գրավել էր Եվրոպայի բեմերը։ Մենք ստացանք եւ հարցի լիարժեք պատասխան եւ ճանաչեցիք երաժշտությունը, վաստակում եք 10 միավոր։ 10 միավոր է վաստակում նարնջագույն թիմը եւ մենք անցնում ենք վերջին բդույթին։ Կարմիր թիմ, խնդրեմ։ Մենք ընտրում ենք Տյուն տարը։ Տյուն տարը, խնդրեմ։ Աշխարհագրություն։ Ճապոնիան ինչպիսի ռելիեֆ ունի։ Երկրի մայրաքաղաքն ինչ առանձնահատկություններ ունի եւ որ դաշտավայրում է գտնվում։ Հարցին կպատասխանի Մարիամ Կարապետյանը։ Մարիամ։
Ճապոնական կղզիների տարածքի գրեթե 3/4-ը զբաղեցնում են անտառածածկ Բարսաբերս երիտասարդ լեռները, որտեղ հիմա էլ շարունակվում է լեռնակազմությունը։ Ամենաբարձրը 3776 մետր բարձրություն ունեցող Ֆուջիյամա գործող հրաբուխն է, որը համարվում է ճապոնացիների սրբազան լեռը։ Այն արտաքին գծագրությամբ շատ նման է Մասիսին եւ յուրաքանչյուր ճապոնացու պարտն է համարվում տանը ունենալ Ֆուջիի նկարը։ Այսօր էլ Ճապոնիայում շատ են գործող հրաբուխները եւ ավերիչ երկրաշարժերը։ Առանձնապես մեծ ավերածությունները մարկային զոհեր են պատճառել 1903, 1923, 1994 եւ 2011 թվականի երկրաշարժերը։ Երկրի դաշտավայրերը գտնվում են ափամերձ շրջաններում։ Ամենաանտառցակը Կոնտոյի դաշտավայրն է, որտեղ էլ հենց գտնվում է երկրի մայրաքաղաք Տոկիոն։ Տոկիոն մայրաքաղաք է դարձել 1869 թվականին եւ ստացել ներկայիս անվանումը, որը նշանակում է Արևելյան մայրաքաղաք։ Այն աչքի է ընկնում իր բազմամիլիոն բնակչությամբ, երկնաքերերով, ստորգետնյա բարձրահարկ շենքերով։ Լսենք մեր պատասխանը։ Ճապոնական կղզիների տարածքի գրեթե 3/4-ը զբաղեցնում են խիտ անտառներով ծածկված երիտասարդ լեռները։ Ամենաբարձրը Ֆուջիյամա գործող հրաբուխն է, որը ճապոնացիների սրբազան լեռն է։ Ոչ մեծ դաշտավայրերը գտնվում են ափամերձ շրջակայքում։ Երկրի մայրաքաղաք Տոկիոն գտնվում է Կանտոյի դաշտավայրում։ Տոկիոն աշխարհի գերբնակեցված քաղաքներից է, աչքի է ընկնում քաոսային կառույցներով։ Քաղաքին բնորոշ են երկնաքերները, ստորգետնյա բազմահարկ կառույցները եւ շենքերից բարձր ավտոմոբիլային կամրջաձև մայրուղիները։ Ողջունում ենք Կարմիր TV-ին։ Պարոն Գրիգորյան, խնդրեմ։ Ես ուղղակի ուղղումի մտցնեմ գրականության մեջ վրիպակ եղել Կոնտոյի դաշտավայր, իրականում Կանտոյի դաշտավայրը, բայց ես սխալ չեմ համարում, որովհետև այդպես եղել գրականության մեջ։ Ես հակված եմ գնահատել Հայասպետ։ Հիշեցնեմ, Հայասպետ նշանակում է 11 միավոր եւ անցնում ենք Կապույտ թիմին։ Խնդրեմ, Կապույտ թիմ։ Մենք ընտրում ենք Ռատառը։ Ռատառը, խնդրեմ։ Դասական երաժշտություն։ Պատասխանի Լազարյան Մարիամը։ Մարիամ։ Հնչեց հատված Մոցարտի համար 9 կոնցերտ դաշնամուրի համար երկրորդ մասը։ Ոչ, երեխաներ սխալվեցիք։ Հնչեց դաշնամուրային կոնցերտ թիվ 21-ից երկրորդ մասը։ Հարցի մյուս հատվածը խնդրեմ։ Մոցարտի Ֆիգարոյի ամուսնությունը օպերան վիենացիները շուտ մոռացան, հրապուրվելով Մարտինիի հազվագյուտ մի բան ցածրարժեք օպերայով։ Այն ինչպես անմահացավ հենց իր Մոցարտի շնորհիվ, որտեղ ըստ արժանվույն գնահատվեց Ֆիգարոյի ամուսնությունը օպերան։ Սպառվեց ժամանակը, խնդրեմ, երեխաներ։ Մոցարտի Ֆիգարոյի ամուսնությունը օպերան վիենացիները շուտ մոռացան, քանի որ հրապուրվեցին Վինսենտե Մարտինիի հազվագյուտ մի բան օպերայով։ Այդ օպերան նույնպես շուտ մոռացվեց վիենացիների կողմից, իսկ Մոցարտը այն անմահացրեց իր Դոն Ժուան օպերայի մեջ։ Մոցարտի Ֆիգարոյի ամուսնություն օպերան ավելի շուտ գնահատեցին պրագացիները, որոնց էլ այդ ստիպվեց պատվիրել եւս մի օպերա Դոն Ժուանը։ Վերջ։ Լավ, լսենք մեր պատասխանը։ Հազվագյուտ մի բան օպերայից մի փոքր հատված Մոցարտը մեջբերել է իր Դոն Ժուան օպերայի խնջույքի երգում, եւ միայն դրա շնորհիվ է, որ ժամանակին մեծ աղմուկ հանած այդ ստեղծագործությունն անհայտության գիրկը չանցավ եւ մի քանի տակտով հնչում է մեր օրերի թատրոններում։ Ֆիգարոյի ամուսնությունը օպերան բարձր գնահատվեց Չեխիայում։ Հրավիրվելով Պրահա, Մոցարտը լսում է իր օպերայի հատվածները դահլիճներում, պանդոկներում, հասարակ մարդկանց շուրթերին եւ մեծ բերկրանք ապրում։ Ողջունում եք Կապույտ թիմին եւ Տիկին Աթանասյան, խնդրեմ։ Շատ ափսոսում եմ, բայց երաժշտությունը չճանաչեցիք եւ երկու միավոր կորցնում եք։ Իսկ հարցի պատասխանը ըստ էության տրվեց մի քիչ
շփոթությամբ, բայց տրվեց։ Թիմը վաստակում է 7 միավոր։ Մենք գնահատողներս, քանի որ լավ գիտենք հարցերի պատասխանները, մենք շատ լավ հասկանում ենք երեխաները ինչ են ուզում ասել, սակայն պետք է գնահատել հեռուստադիտողի ունկերով, որովհետև նրանք չգիտեն եւ պիտի հասկանան, եւ քանի որ քիչ թե շատ անհասկանալի է, ուստի պետք է նաեւ երեխաները միավոր կորցնեն։ 7 միավոր է վաստակում կապույտ թիմը եւ անցնում ենք նարնջագույն թիմին։ Մենք ընտրում ենք պետարը։ Պետարը, խնդրեմ։ Աշխարհագրություն։ Ճապոնիան հիմնականում որ խոշոր կղզիներում է գտնվում։ Ինչու են այն անվանում նաև ծագող արևի երկիր։ Պատրաստ ենք։ Խնդրեմ։ Հարցին կպատասխանի Պետրոսյան Մանուկը։ Մանուկ ջան, գիտես ինչքան երջանիկ մարդ ես, ամբողջ կյանքում Մանուկ ես մնալու։ Ինչքան մարդ է դա երազում։ Խնդրեմ։ Ճապոնիան ընդհանուր առմամբ գտնվում է 6852 կղզիներից բաղկացած կղզաշխարհի վրա։ Ճապոնիան գտնվում է Խաղաղօվկիանոսյան ափերից դեպի արևելք ընկած կղզաշխարհի վրա, աշխարհի այն մասից, որտեղից ծագում է արևը։ Դեռևս հին ժամանակներից ճապոնացիները իրենց երկիրը անվանում են Նիհոն կամ Նիպոն, որը բաղկացած է երկու հիերոգլիֆներից կամ գաղափարագրերից, արևից եւ հիմքից։ Դրոշի վրա գտնվող կարմիր շրջանագծև արևը եւ զինանշանի վրա գտնվող քրիզանթեմը նույնպես խորհրդաշվում են ծագող արևը։ Ճապոնական կղզաշխարհի ձգվածությունը հյուսիսից հարավ 3.5 կիլոմետր է։ Զբաղեցնում են 4 խոշոր Հոկկայդո, Հոնսյու, Սիկոկու, Կյուսյու եւ 4000 մանր կղզիները։ Վերջ, լսենք մեր պատասխանը։ Ճապոնական կղզիների աղեղը տարածվում է հյուսիսից հարավ ավելի քան 3500 կիլոմետր երկարությամբ։ Զբաղեցնում է 4 խոշոր Հոկկայդո, Հոնսյու, Սիկոկու, Կյուսյու կղզիները։ Ճապոնիան գտնվում է աշխարհի այն կողմում, որտեղից ծագում է արևը։ Հնուց ի վեր ճապոնացիներն իրենց երկիրն անվանում են Նիպոն կամ Նիհոն, որը կազմված է երկու հիերոգլիֆից՝ արև եւ հիմք, որտեղից էլ առաջացել է ծագող արևի երկիր անվանումը։ Ողջունում ենք նարնջագույն թիմին, վերջին անգամ եւ խնդրեմ պարոն Գրիգորյան գնահատեք։ Մանուկը հիմնականում ճիշտ պատասխանեց, ճիշտ է սկզբից նա ասաց 6800 կղզիներ, բայց հետո ճշտեց 4000 կղզիներ։ Կղզիների անունը դժվար է, բայց ճիշտ մեկնաբանեց եւ ստուգաբանությունը նույնպես ճիշտ բացատրեց, ասենք որ արևելք գտնվել անընդհատ արևելք չկա, կա 180 աշյան միջօրական, որտեղ ամսաթվի փոփոխման գիծն է։ Հենց այդ գծին մոտ է Ճապոնիան, դրա համար այն կոչվում է ծագող արևի երկիր, ստուգաբանությունը ճիշտ մեկնաբանվեց։ Եվ թիմը ստանում է 10 միավոր։ Վերջին 10 միավորն է վաստակում նարնջագույն թիմը, այսպիսով մեր այսօրվա խաղն էլ ավարտվեց եւ դառնանք դեպի հեռուստավահանակները եւ հայտարարենք հավաքած միավորները։ Առաջին տեղում է Վաղարշապատի թիմը 68 միավորով։ Երկրորդ տեղում է Արթիկի թիմը 66 միավորով։ Եվ երրորդ տեղում է Ճամբարակի թիմը 53 միավորով։ Պետք է նշել, որ այսօրվա խաղը բավականին հաջող խաղ էր եւ բավականին բարձր միավոր դեր մենք ունենք, նույնիսկ հնարավոր է կիսաեզրափակչին հավակնող մի քանի թիմ, ոչ թե մեկը։ Այնուամենայնիվ շնորհակալություն եմ հայտնում այսօրվա խաղի համար եւ մեր նվերները բոլոր թիմերին խնդրեմ ներդեհիկներ բեմ բարձրացրեք, համեցեք։ Արխիվում ապրիլի 24-ն է մեզ բոլորիս համար տխուր, բայց շատ նվիրական օր, ուստի մենք մեր բոլոր մասնակիցներին նվիրում ենք հատուկ համազգեստներ այդ օրը միանալու հայասպետներին եւ կատարելու մեր հարգանքի դուրքը, հարգանքի երթը դեպի Ծիծեռնակաբերդ, այնպես որ հուսով ենք, որ այդ օր մենք կհանդիպենք էլի եւ միասին կմատուցենք մեր հարգանքի դուրքը։ Իսկ հաղթող թիմին մի փոքր ավելին, քանի որ նրանց միավորները բարձր են եւ կիսաեզրափակիչին հավակնող թիմ են, նրանք վաստակում են նաեւ Արշավ ամռանը, Հնգորիա Հայաստանի որևէ տեսարժան վայրում եւ իհարկե Հայաստանի Հանրապետության եւ Արցախի մեծամասշտաբ քարտեզ, որը կզարդարի ձեր դպրոցի պատը եւ կնպաստի, որ դուք ավելի լավ իմանաք մեր երկրի աշխարհագրությունը։
Այսօր ավարտենք խաղը, մեկ անգամ եւս հիշեցնելով, որ ապրել նշանակում է պայքարել եւ խելացի ու եռանդուն մարդիկ իրենց պայքարը շարունակում են մինչեւ վերջ, որովհետեւ ի վերջո կյանքի իմաստը հենց ինքը պայքարն է, որ կա։ Ուրեմն մեր խաղն էլ դեռ կշարունակի, որովհետեւ այն իրենից ներկայացնում է գիտական պայքար։ Կհանդիպենք էլի մեկ շաբաթից։